Ողջույն ժողովուրդ ջան, մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերներից հավաքվեն, թերևս հիմնականում խոսելու ենք նախաձեռնության կազմակերպչական աշխատանքներն ինչպես են ընթանում ու բնականաբար չենք կարողանա չանդրադառնալ մի երկու տարբեր թեմաների, գումարած դրան նայած թե ինչ կառաջարկեն մեր հետևորդները։ Հարգանքներս բոլորիդ եւ կխնդրեմ հնարավորինս նյութը դիտել, կիսել, տարածել, իսկ եթե ձեզ հետաքրքիր չի թեման, բայց դուք սատարում եք մեզ կամ աջակցում եք մեզ, ուղղակի տարածեք, դրանով արդեն մեծ լավություն արած կլինեք։ Շնորհակալություն եւ միանգամից թերևս նախ կցանկանամ ներկայացնել բաց նախաձեռնության այս աշխատանքները ինչպես են ընթանում, հետաքրքրությունը որքանով է մեզ կամ որքանով կա եւ ընդհանուր առմամբ ինչ տպավորություններ են, հա, ինձ մոտ, երբ այցելում եմ ու մարդկանց փոխանցում իրենց տոմսերը։ Նաև ասեմ, որ գիտեք, քանի որ առաջինն է, ես էլ որոշ բաներ արդեն խառնել եմ իրար, շատ մարդիկ զանգահարել են, շնորհակալություն գրանցել եմ համարները ու հերթով փորձում եմ ամեն ինչ անել, որ ինքս փոխանցեմ տոմսերը, համ էլ ձեռքի հետ 1-2 բառ փոխանակում ենք, մի քիչ զրուցում ենք տարբեր թեմաներից, շատերը ինձ հանդիպելուց ավելի շատ քաղաքական հարցեր են փորձում տալ, բայց այնուամենայնիվ ասեմ, որ մեր հանդիպումը Կինո Հայաստանում քաղաքական չի, քաղաքացիական նախաձեռնություն է, ուստի ձեր բոլորի ներկայությունը մեզ շատ հաճելի է։ Ասեմ նաև, որ զանգեր ստանում ենք այլ վարչական շրջաններից ու համայնքներից, մարդիկ, ովքեր ակնկալում են, որ շուտով իրենց մոտ նույնպես կլինենք, դա շատ լավ է, բայց այնուամենայնիվ ամեն բան կախված է նրանից, թե կոնկրետ Մարիա Սահակյան վարչական շրջանում որքանով հետաքրքրությունը մեծ կլինի եւ որքանով այդ ամեն ինչը դրական մթնոլորտում կանցնի, որքանով լավ կանցնի, իհարկե կբարելավենք մեր դիրքերը, նույնպես կփորձենք ավելի լավացնել ծրագիրը, եթե լինեն բաներ, որոնք նախապես հաշվի չենք առել, մի խոսքով, այն մարդիկ, ովքեր որ զանգահարել էին ու ես ասել եմ, որ անպայման ձեր տոմսերը կհասնեն ձեզ, ասեմ, որ մի փոքր էլ սպասեք ու անպայման ես կբերեմ, պարզապես այդ ամեն ինչը ինքնուրույն եմ անում, իհարկե թիմով ենք, բայց հիմնականում ինքնուրույն ես ինքս եմ տալիս տոմսերը, որոնք անվճար են եւ դրա համար մի փոքր դանդաղում։ Օրինակ այսօր մոտ 30-35 հասցեներով շրջել եմ։ 1-2 տոմս են շատ դեպքերում պարզապես հրավիրում են իրենց բակ, մի քիչ նստում ենք, զրուցում ենք տարբեր թեմաներից, ասեմ, որ ընդհանուր առմամբ պատկերը մի փոքր տխրեցնող է, անկեղծ պիտի լինեմ, որքանով որ շփվում են քաղաքացիների հետ, առհասարակ քաղաքական պատկերացումների շրջանակներում եւ այստեղ շատ կցանկանամ, որպեսզի իշխող ուժը ուշադրություն դարձնի, որովհետեւ ամեն դեպքում ապագա կարգախոսը պատկանում էր քաղաքացիական պայմանագրին, բայց երբ որ շփվում են քաղաքացիների հետ, գալիս ենք այն եզրահանգման, որ հասարակությունը կոնկրետ մեդիա տերորի է ենթարկվում, որովհետև ինչ աղբ ասես լսված է ու մարդիկ մեծամասնությունը միապետաբար, եթե անգամ չեն էլ հավատում ուղակի, ամեն դեպքում իրենց մոտ բացասական տրամադրություններ են կուտակվում 1, 5, 10, 15 պատկերացրեք ամեն օր նույն վիճակում համացած որ թերթում ես ինչ ասես կատարվում է։ Եվ եթե հեռուստատեսությունների մասով կարելի է վերահսկել, այսինքն քաղաքացին ինքն է որոշում ինչ դիտել, ինչ չէ, համացանցը ալգորիթմը այնպես է աշխատում, որ հեշտ չի հարցնում քո ցանկությունը ու հանկարծ եթե այդ ամեն ինչին էլ գումարած sense մարդիկ են լինում sense լևիտանի ձայնով նմանակելով ինչ որ պաթոսային բաներ են ներկայացնում sense խորհրդավորության լույսի ներքո շատերին դա մի քանի անգամ լսելուց գոնե սկսում է արդեն ազդել նրանց վրա։ Այս իմաստով այսպես եւ երկրորդը ապագայի հետ կապված տեսեք, օրինակ, հասարակ բան է, ես իսկապես չեմ կարող սա չարձանագրել, մեր հասարակական կազմակերպությունով չենք կարող սրա հետ հաշվի չնստել, խոսքը ինչի մասին է, տեսեք, ուրեմն քաղաքացիների մեծամասնությունը առավել մեծամասնությունը, ովքեր որ հետաքրքրված են, տարիքներն առած տարիքով մարդիկ են։ Ու դա նորմալ է, ես տարիքին չեմ նայում, բնականաբար, չնայած որ երիտասարդներին ավելի շատ կցանկանայինք տեսնել, որովհետև հետևողականության տեսանկյունից նրանք ավելի մի փոքր արագաշարժ ճարպիկ են ու կարող են որոշակի ժամանակ հատկացնել այդ ամեն ինչին ու շրջել բանով։ Բայց ինչն է հետաքրքիր, տարեցներ են ու նրանք ավելի հետաքրքրված են ապագայով,
քան երիտասարդները։ Ես անկեղծ եմ ասում։ Ես նման բան ասենք լավ շատ տեսել ենք, մտածել ենք, երևի խոսել ենք դրա շուրջ, բայց ուղիղ ձևակերպում չէի պատկերացնում, որ մի օր կտամ։ Տեսեք, որ բակ որ գնում ենք, ասենք թե ես ինչ բակում ուզել են 2 հատ տոմս, ինքը ստանում եմ, փոխանցում եմ, ու մեկ էլ խոսքի ժամանակ, զրույցի ժամանակ, ասենք տարեց 70 տարեկան մարդ է։ Ասում է, իսկ հնարավոր է այդ օրը դիմենք մեր վարչական շրջանի ղեկավարին, այ այնտեղ մի հատ օրինակ, խաղահրապարակ, հա, օրինակ, կամ ամենայն դեպս ասում են այնպիսի բաներ, որոնց հետևից ավելի շատ երիտասարդները պիտի գնային։ Ու զարմանում ես, էլի, ասենք շատ հազվադեպ մարդիկ են ասել, իսկ հնարավոր չէ օրինակ այս ծառի տակ մի հատ նստարան դնենք, նստենք։ Շատ քիչ մարդիկ ավելի շատ զբաղված են երեխաների ու երիտասարդների խնդիրներով։ Ու ամենաուժեղն է նա, որ իրանք ունեն նեղվածություն, որ կարողա չհաջողեն։ Հասկանում եք։ Լավ, ասենք, այս ուր ենք ասել, որ արդեն պապիկն է մտածում ավելի շատ թորնիկի մասին, քան այդ երեխայի ծնողը։ Ավելի շատ է մտածում երիտասարդների ապագայի մասին, քան հենց ինքը երիտասարդը։ Ես հասկանում եմ, այստեղ տարիների որոշակի դաստիարակության խնդիր կար, հասարակ վերջին շրջաններում, վերջին տարիներին հատկապես ծնողները ավելի փափուկ են ինչ-որ դարձել երեխաների հետ, ու ես երևի մենակ ես չեմ ասի, այն որ փափուկ բարձին մեր նայում ես տղա հսկա 30 տարեկանա դեռ մաման է պահում բան, ասենց բաներ կարող ենք տեսնել, չէ՞, կամ ասենք զինվորական տղային ուղարկում ով բանակ ու երեխան չմաս, երեխան էս չլինի, այն չլինի, այս ծնողական հարգանքը, գուրգուրանքը իհարկե շատ լավ բան է ու Աստված տա բոլորս հնարավորինս երկար տարիներ այդ գուրգուրանքին արժանանանք, բայց եկեք այս ոչի մեջ չէ, էլի, այս մակարդակի չէ, էլի, հա, ասենք դրանով հավատացեք երեխաներին ու երիտասարդներին վատ բանի եք սովորացնում ավելի։ Ու գիտեք, ես նկատել եմ դեռ շատ երկար տարիներ առաջ թե Եվրոպայում, թե Հյուսիսում շատ նկատել եմ, որ այնտեղ մի փոքր ավելի շուտ են վարժեստում երեխային միայնակ ապրելուն կամ առանձին ապրելուն կամ առհասարակ գլխի ճարը տեսնելուն, հա, մեզ մոտ մի տեսակ այդպես չի։ Ու գնալով ավելի սենց խորանում է, էլի այդ բանը։ Շատ լավ է, որ երեխային սիրում եք, մի քիչ նրան ինքնուրույնություն սովորեցնելը սիրո դրսևորում է նույնպես, հասկանում եք, սա մի քիչ բան է, ու այդ ամեն ինչը նկատելի է, օրինակ այսօր էլի եմ ասում, 35 հատ տոմս անձամբ տարել բաժանել եմ, 35 հատ մոտավորապես պլյուս մինուս, լավ կլորացնենք 40, որովհետև կարող է 37-38 դեռ չեմ հաշվել, ուրեմն մոտ 40 տոմս տարել եմ, 40-ից 90% դեպքերում դա եմ արձանագրել, 90% դեպքերում ինձ համար դա եմ արձանագրել, հասկանում եք, ընդ որում անկախ նրանից կինա դիմավորողը թե տղամարդ, եթե տարեց է, ապա նրա մտորումները, մտածմունքները իրենց բակը ավելի հարմարավետ դարձնել երիտասարդների համար։ Հարգելի երիտասարդներ կամ լավ գոնե իմ հասակակիցներ, որ դեռ երեխաներ ունենք ու նրանք կալգուցը անճապահ են որոշ դեպքերում։ Չեք զգում, որ մի տեսակ տենց այնքան էլ լավ չէ, էլի։ Կարող է մենք որոշենք, էլի, մեր հասակակիցներով, մեզանից մի քիչ երիտասարդները, մենք էլ արդեն 45 ենք, քիչ չի, խորհուրդ տանք մեր երեխեքին, ովքեր որ չափահաս են, ու ուղղորդենք, ասենք օրինակ, սենց բան է կատարվում, ինչու հետաքրքրված չէ, գնացեք, նստեք, տեսեք, լսեք, իմացեք, որովհետև վաղը ձերն է, վաղվա օրը ձերն է։ Ասենք, ինչի համար սա, ես իմ չկա, այդ բանը չենք նկատում, դա լավ չի, դա լավ չի։ Մի կողմից ինձ շատ հաճելի է, որովհետև միշտ է ինձ հաճելի եղել տարեց մարդկանց հետ շփվելը, բայց մյուս կողմից այնուամենայնիվ կապված վաղվա օրվա հետ իմ կարծիքով ավելի երիտասարդները պիտի զբաղված լինեն, ողջույններս բոլորիդ հարգելներս, հասկանում եք, ես տենց եմ մտածում, ու եկեք խորհուրդ տանք երիտասարդներին, չափահասներին, որպեսզի նրանք էլ հետաքրքրված լինեն, նրանք էլ ցանկություն հայտնեն, գան տեսնելու մի հատ, գիտեք, այս բառը կներեք, որ օգտագործում, մի հատ կուլտուրական երեկո անցկացնենք, էլի, այն որ առանց կռիվ պատերազմ, առանց դժգոհության, կամ առանց, չգիտեմ, կլինեն, բայց այդպես խորքային չէ, էլի, ասենք, այդ կուլտուրական փորձենք, էլի, փորձենք, ես վստահ եմ կստացվի, ես վստահ եմ,
ու կտեսնեք, որ այդպես է լինելու, ովքեր գան, հետո կհաստատեն, որ այդպես է լինելու։ Հիմի վաղը մայիսի 28-ն է, ոչ աշխատանքային օր է, չնայած ես մեկը աշխատում եմ, հեռուստատեսությունը նման շռայլություն թույլ չի տալիս, այնուամենայնիվ իմացա, որ միջոցառում է լինելու, շատ հնարավոր է միջոցառման ժամանակ ես լինեմ այնտեղ, կխնդրեմ, եթե կնկատեք ինձ մոտենալ ու հետաքրքրություն ցուցաբերել կապված տոմսերի հետ, լավ, ու հետո ես ուզում եմ մի այսպիսի բան, էլի, բոլորիդ համար ասել, որ հա, իմիջայլոց ուրիշ վարչական շրջաններից ու համայնքներից շատ զանգեր եմ ստանում, ինչը շատ հաճելի է, շնորհակալություն։ Այդ զանգերը, որ ստանում եմ, շատերը ասում են ոչինչ, որ Մալաթիայում լինելու կլինի, մենք գանք այդտեղ նայենք։ Ասում եմ, չէ, դե տենց ո՞ս կլինի, ասենք ավելի շատ, Մալաթիա վարչական շրջանի բնակիչներին է վերաբերում։ Բալա, բա մեր մոտ երբ հիմի որ հանկարծ ելնեմ գամ ինձ ինչ ներս չեք թողնելու, այդ ցած հարցեր են տալիս։ Բայց արի ուտես, երբ որ կոնկրետ վշեում է, այդքան էլ բան չան։ Հետո ես ուզում եմ մեկ այլ բան էլ մենք հաշվի առնենք, ժողովուրդ ջան։ Իհարկե ես իմի կարող էի, որպեսզի դիտողականությունը բարձր լինի ու ես ձեզ բոլորի համար լինեմ հերոսական տիպ, դնեի ու օրվա քաղաքական թեմաները վերցնեի մեջքի վրա շուտ տայի, բարկանայի, չգիտեմ, բայց դա կա, դա այսպես թե այնպես կա։ Այդ ամեն ինչի մեջ փորձում ենք մի հատ sense մի հատ բան գից քաշենք, մի հատ ինչ որ փոքր գործողություն իրականացնենք դրական։ Ու եթե ստացվի, այդ դրականը կգլորվի, մյուսը ավելի մի քիչ մեծ կլինի, մյուսը ավելի մեծ, մեկը ավելի շատ բան իր մեջ կամփոփի ու կգնա, հասկանում եք, ու կգնա։ Եվգենիան ասում է Մոսկվայից ինչպես կամ գնել ջան։ Մոսկվա գնալ նախ պետք չէ։ Ես էլ ուրախ կլինեմ, այնպես որ եթե ինչ որ մի օր լինեք Հայաստանում, կապ հաստատեք, միայն ուրախ կլինեմ, խնդիր չկա։ Հանդիպել։ Տեսեք, մի հատ sense հասարակ բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք։ Ընդհանուր առմամբ, օրինակ, հա, վարչական շրջանի ղեկավարը կարող ասի գնել ջան, իսկ ես գամ հասնեմ այդտեղ, մարդկանց հաշվետվություն տամ, մարդկանց հետ զրուցեմ, եթե իմ աշխատանքը այսպես թե այնպես ես զեկուցում եմ, այսպես թե այնպես ուսումնասիրվում է, այսինքն պակաս բան չկա ու շատ դեպքերում վարչական շրջանի կայք գոյություն ունի, որտեղ որ տեղադրում ենք այդ ամեն ինչը։ Հետաքրքրվող է, հետաքրքրված է դիտում է։ Չէ՞։ Բայց արի ուտես, որ հակառակն է տեղի ունեցել։ Վարչական շրջանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել գալու, այդ չնայած այս ամեն ինչին, էլի, գալու սիրուն ուղիղ բաց երկխոսության մեջ մտնելու, բայց հիմա էլ բնակիչներն են նստած։ Դուրս եմ եկել քայլում եմ, մարդիկ մոտենում են, ասենք ով էլ մոտենում է զուտ ճանաչելով, բարևելով, հարգանքի որոշակի բան դրսևորելով, ինչը շատ հաճելի է բնականաբար, բայց մեծամասնությունը անգամ տեղյակ էլ չեն։ Այնպես որ սիրելի դիտորդներ, հետևորդներ, ընկերներ, շատերի հետ արդեն ընդհանուր միջև ընկերացել ու հարազատացել ենք այս Facebook-յան կապի շնորհիվ։ Խնդրում եմ, եթե դուք անգամ չեք էլ բնակում այստեղ, վստահաբար ունեք այստեղ բնակվող հարազատներ ու ընկերներ, նրանց հետ խոսեք, իհարկե գուցե ասեն, մեր գործին բան, սես բաներ, օգնած կլինեք, եթե իրենք մի հատ այդ քայլը անեն։ Էրեբունի չգիտեմ, Մարիա ջան, Էրեբունի համենք երբ կգանք։ Ամեն բան կախված է այս առաջինից։ Ամեն բան, նախ մեր տրամադրությունները, նախ տեսեք, այս ամեն ինչը արվում է մեր միջոցներով, մեր անձնական միջոցներով, իսկ մենք բոլորս էլ մի տնից չենք, մի հալի ենք, էլի, հա, մեր անձնական միջոցներով, համեստ միջոցներով ու նախ առիթից օգտվելով կխնդրեմ հաշվի համարը կա մեր հոպի էջում, եթե կարող եք օգտակար լինել, մենք շնորհակալ կլինենք եւ գրացեք ձեզ մոտ ժամանակ առ ժամանակ փոքրիկ աջակցության համար շատ ուրախ կլինենք։ Անում ենք մեր անձնական միջոցներով շատ բաներ ու երբ որ առաջինը հենց չստացվի, իհարկե մենք շուտ հանձնվողներից չենք, բայց այնուամենայնիվ դժվար է լինելու երկրորդը անելը։ Երկրորդ վարչական շրջանի ղեկավարին համոզել, որ սա լավ բան է եւ գա, ասում է գամ ինչ անեմ, գամ կիսադատարկ դալիճում կանգնեմ խոսեմ։ Չէ՞։ Այսինքն համ մեր տրամադրություններն է ավելի ոգևորում, երբ որ ավելի մեծ է բանը պահանջարկը, համ բան ենք լինում, էլի, ասենք, ակտիվանում ենք, այդ հարությունը սպասում է, ցանկանում է, ուրեմն պետք է անենք, վերջ, ասենք, սա կարևոր է, էլի, չկոտրվենք, էլի, իհարկե այդպես հեշտ կոտրվողներից չենք, բայց այնուամենայնիվ, ինչի համար
Անպայման 1000 տանջանքի միջով անցնենք։ Եթե կարելի է շատ համախմբված ակուրատնի սիրուն կարգավորել։ Իսկ եթե ամբողջը լավ ստացվի, եւ մեր ուզած ձևով լինի, դալիճն էլ ամբողջովին կարող ենք դալիճը լցնել, այսպես ձեզ ասեմ, բայց ես չեմ ուզում պարզապես դալիճ լցվի։ Ես ուզում եմ դա լինի առանձին վերցրած իրար հետ կապ չունեցող այնպիսի մարդկանց ներկայությամբ, ովքեր որ ուղիղ հետաքրքրություն են դրսևորել, անկախ ամեն ինչից, կարևորը որ վարչական շրջանի բնակիչ է։ Եվ եթե այդ ամեն ինչը լինի, բնականաբար տեսանյութով առաջին լավ դրական փորձով գնում ես մյուս վարչական շրջանի ղեկավարի մոտ, ասում ես ժողովուրդ ջան, այսպեսի բան ենք արել, շատ դրական արձագանք է ստացել, գուցե ձեզ մոտ նույնպես անենք։ Եթե դրական արձագանք է ստացել ու այդպեսի բան կա, իհարկե նրանք էլ պատրաստական են լինելու, ինչի պիտի պատրաստական չլինեն։ Այդ բaragայում կգանք Շենգավիթ էլ կգանք, Արաբ Կիրել կգնանք, չգիտեմ, Աջափնյակ էլ կգնանք, կենտրոններ նոր-նորքել ամենտեղ էլ կգնանք։ Ասեմ ավելին, մեր գերխնդիրը նաև համայնքներ գնալն է։ Համայնքների բaragայում շատ ավելի հետաքրքիր կարա ամեն ինչ դասավորվի, որովհետև տարբեր բաներ կան, որոնք որ համայնքների բնակիչները այդքան հետաքրքրված չեն լինում, ընդհանուր մինչև կառավարության ծրագրեր եւ այլն, այդ բացը կա։ Եվ այս պարագայում այնպես է ստացվում, որ եթե դուք ձեր Մալասիա Սեբաստիա վարչական շրջանում ապրող ձեր ազգականին կամ բարեկամին կամ ընկերոջը խորհուրդ եք տալիս եւ խրախուսում եք գա, դրանով մեխանիկորեն օգտակար եք լինում, որպեսզի ձեզ մոտ անպայման նույնպես դա տեղի ունենա։ Հասկանում եք։ Այսպես մի շղթա է սկսում ձևավորվել, էլի։ Ու ինքը լավ բան է, լավ բանի մասին է։ Ու ես այսքան ժամանակ ինչ որ ասել եմ, գիտեք որ այդպես եղել է։ Էլի եմ ասում։ Կտեսնեք ինչքան լավ բան է դառնալու։ Իհարկե առաջինը միանգամից ամեն ինչ չի կարողանա, բայց ինքը քիչ-քիչ դառնալու է շատ լավ բան, որը վերջում կարանք հանգիստ նստենք ու ասենք այս լավ բանը մենք արեցինք։ Հենց մենք արեցինք։ Մենք արեցինք համացանցից մի պահ դուրս գալով ու որոշ գործողության վրա ժամանակ հատկացնելով։ Եվ դրանից ավելի լավ միասնականության դրսևորում դժվար է պատկերացնել։ Դժվար է պատկերացնել։ Այնպես որ շատ շնորհակալ կլինեմ, եթե դա տեղի ունենա ու ստացվի։ Դե հիմա այսօրվա դրությամբ Սերինե Սահակյան ասում ով սրտացավ իր վարչական շրջանի խնդիրներով հաստատ կգա։ Իհարկե, ես համաձայն եմ Սերինե ջան, բայց երբեմն մարդկանց առօրյան կենցաղը այնպեսին է լինում, որ տրամադրությունից էլ է կախված լինում, հա, հատկապես երբ որ 24 ժամյա ռեժիմով էլ համացանցը պայթում ամենատարբեր դրական ու բացասական բաներով, մի քիչ դա մարդկանց արդեն բերել ամփոփել է ամեն մեկին իր նեղ միջավայրի շրջանակներում, դա դեպրեսիայի դրսևորում է։ Իսկ նման ծրագրերը նաև դեպրեսիվ վիճակից մարդուն դուրս բերել է նշանակում։ Այսինքն, իսկ որոնք են դեպրեսիայի առաջին նշանները, որոնք են, երբ որ մարդը սկսում է փակվել ինքն իր մեջ։ Չէ՞։ Իսկ մենք դրա հակառակն ենք հենց հիմա անում, ասում ենք, հիմա եկեք մենք բոլորով հավաքվենք, եկեք բոլորով էս ինչ քայլան, բոլորով այսինքն մարդուն հանել այդ միայնակության կամ sense քիչ-քիչ նեղ միջավայրում դասավորվելու բանից, էլի, դա վտանգավոր է, դա վտանգավոր բան է, պետք չի։ Իսկ այն ինչ որ մենք փորձում ենք առաջարկել, այսինքն մարդիկ կարող լինեն որ հետաքրքրված լինեն, բայց ինքնուրույն դժկամությամբ կամ դժվարությամբ ժամանակ հատկացնեն, այսօր այս ժամին ելնել, գնալ, հասնել այս ինչ տեղը, մի ժամուկ ես նստել վերադառնալ։ Հասկանում եք, թե չէ ասել, որ ինչքան մարդ կա, ուրեմն այդքանն է հետաքրքրված, մի քիչ այդտեղ համաձայն չեմ։ Մեծ հաշվով բոլորն էլ հետաքրքրված են, բայց ամեն մեկը չէ որ հետաքրքրությունից ելնելով գործողության է դիմում։ Հա, այսպեսի բան կա։ Չգիտեմ, եթե սա ընդհանուր առմամբ այդ էր, ճիշտ ասած այսօր անգամ այդ տոմսերը բաժանելուց ուզում էի կարճ ֆոտոներ, վիդեոներ, ինչ որ ռոլիկներ էլ հավաքել, տեղադրել համացանց, բայց այնպես ստացվեց, որ մեր տղերքից մեկը լավ հիվանդ էր, մյուսին էլ այսօր կոնկրետ հարմար չէր գար, մի խոսքով միայնակ էի մնացել։ Ասացի լավ, թող մնա հետո։ Իսկ վաղը կլինեմ միջոցառման տեղը, այնպես որ ժամը 5-ին միջոցառումն է, վարչական շրջանն է կազմակերպում, առհասարակ նախ պիտի այս մասով շնորհակալություն հայտնեմ իսկապես, որովհետև ես նման ակտիվություն միջոցառումներով հագեցած Մալասիա Սեբաստիա վարչական շրջանում գրեթե երբեք չեմ տեսել։ Կամ ինչու գրեթե երբեք չեմ տեսել։ Գրեթե ցանկացած տոն, որը որ ընդհանրական մեր վարչական շրջանում նշվում է շատ հաճելի, հավես, բարձր տրամադրությամբ։ Ընդ որում
թե պետական տոները, թե եկեղեցական։ Այնպես որ վաղը ժամը 5-ին միջոցառումն է, ես կշրջեմ այնտեղ, չգիտեմ, դրանից ավելի ինչ հնարավորություններ կլինեն, այնուամենայնիվ տեղում նույնպես կփորձեմ կապվել, իսկ քաղաքացիներն էլ խնդրեմ, եթե տեսնեք ու ցանկություն ունեք մոտենալու, միանգամից եկեք ձեր տոմսերին տերերեք ու այդ օրը անպայման մասնակից եղեք։ Հիմա ես ճիշտն ասած ցանկանում եի երկու համառոտ թեմաների էլ ծսկարժ ձևով անդրադառնալ, մեկը կապված Արագածավան գյուղի հետ, որը տեսակ վիդեոն, որ տեղադրել էի, դպրոցի, այսպես ասած, զուգարանի պատմությունը, ու առհասարակ դպրոցների վիճակը ինչպիսին է եղել ու այսօր ինչ դպրոցական հաստատություններ են կառուցվում, եւ նրանք ովքեր զարմացած էին, ասեմ, որ կարող եք չզարմանալ, առհասարակ մեր պետության մեջ շատ քիչ կան նորմալ դպրոցներ, գրեթե բոլորը քայքայված քանդվելու ենթակա դպրոցներ են։ Իհարկե կառավարությունը 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով հանդես է գալիս, բայց այդ 300 դպրոց, որ ասում ենք, դա պակասն է, որ պետքա լրացնել, որպեսզի գիտեք, մի հատ ստատիստիկա կար ժամանակին, որ մեր երիտասարդների, անչափահասների 30%-ը զրկված է եղել իր տարրական կրթությունը ստանալու իրավունքից։ Հասկանում եք։ Սրանով դեռ այդ բացն է անլինում, փորձալվում փակել, բայց 1000-ից ավել, մոտ 1500 դպրոցներ կան, որոնց մեծ մասը նույնպես, այսպես թե այնպես կամ քանդման կամ հիմնանորոգման կարիք ունեն, բայց դրանք երևի թե արդեն այլ ռազմավարական ծրագրերում կներառվեն, այս պարագայում դա։ Եվ Արագածավանի դպրոցը, որ ցույց տվեցի, դա միակը չէր, այնտեղ ասեմ 2 դպրոց է եղել, պարզապես այդ մի հատը հենց կոնկրետ զուգարանի համար մտածի նկարում ես բան։ Իսկ երկրորդը պատկերացրեք, ասեմ ինչ վիճակում է։ Դպրոցի ներսում ծառ էր աճել։ Ու այդ ծառը աճել, գնացել կտուրը քանդել, կտուրից դուրս էր եկել։ Այսինքն փոշու հողային եւ խոնավության պայմաններն այնպիսին էին, որ ծառ էր աճել։ Պատկերացրեք, սովորում եք մի դպրոցում, որտեղ ծառ աճում գետնից մինչև պատալոկը քանդել, բարձրացել է։ Պատկերացրեք ընդհանուր առմամբ ինքը ինչ վիճակում է։ Դրա փոխարեն նույնպես նորը կառուցվում է։ Այդ նույն գյուղում հիմա 2 դպրոց է կառուցվում։ Սա եղել է կրթության հանդեպ, բոլորիս դաստիարակության հանդեպ պետության ռազմավարական դրսևորումը Քոչարյանի ու Սերժի ժամանակներում։ Գնացեք, գնահատականը տվեք, թե ինչ ենք այսօր այսքան կարճ մտածում, ինչի է մեր աշխարհ ճանաչողությունը այսքան սակավամտությամբ փայլում, ինչ ենք ամեն ինչին շատ sense տարբեր, բայց մի քայլանի ձևով արձագանքում եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ դա համատարած է, ես ինչ չեմ օտարում այդ ամեն ինչից։ Բայց զուգահեռ աշխատում եմ ինձ վրա եւ շատ լավ կլինի, որ բոլորս էլ աշխատենք մեզ վրա։ Եվ գիտեք, այս Արագածավանի դպրոցի մասով, որքան էլ որ հեռուստատեսությամբ հաղորդման ընթացքում ասացի, ուզում եմ մի հատ էլ այսպես ասել ու հրավիրել արտերկրում ապրող մեր շատ սիրելի հայրենակիցների ուշադրությունը հետեւյալ հանգամանքի վրա, որ ահա տեսեք ինչ էին անում։ Իրենք Հայաստանի Հանրապետությունում պետության միջոցները մսխում էին, լափում էին, կողոպտում էին պետությունից, բայց դիմում էին ձեզ խնդրանքով, թե փող չունենք, փող ուղարկեք, մի հատ դպրոցի զուգարան կառուցեք։ Հետո պետք է գնային այդ զուգարանի փողն էլ ուտեին իհարկե։ Փող չունենք, այսինչ օգնությունը ուղարկեք, այնինչ օգնությունը ուղարկեք, մի հատ էլ այդտեղ էին ցանում, այսինքն ամբողջ Սփյուռքին դրել էին կթու կովի տեղ, 1000 ներողություն էս արտահայտության համար, ես դա վիրավորելու համար չեմ ասում, բնութագրական բանն եմ ասնա, դա ու փող, այնինչ փողը դրած էր եւ դա իրենք կողոպտում էին։ Գնել ջան, մի առաջարկ, ըստ համայնքի անդամների առաջարկին այցերի կենտրոնացումը լինի այդ հարցերի շուրջ։ Իհարկե, կարելի է ընթացքում այդ ամեն ինչը քիչ-քիչ տեղն է ընկնել։ Օրինակ հիմա առաջինն է, չէ՞, Ջոնսոն ջան։ Ես արդեն զգացել եմ, թե ի սկզբանե ինչ դետալների վրա ուշադրություն չեմ դարձրել, որ լավ կլիներ դարձրած լինեի։ Երկրորդի ժամանակ այդ դետալներին ուշադրություն դարձրած լինելով հանդերձ նոր դետալներ են ի հայտ գալու, որոնց նույնպես չեմ հասել ուշը։ Ու այսպես այդ սրա հիմքի վրա եմ ասում, որ ուզի ավելի լավանալու է։ Ամեն ինչ ավելի լավանալու է պրոյեկտը, ծրագիրը։ Միայն թե
Հիմա լավ ստացվի, ողջույն Մանվել ջան։ Սա ինչ վերաբերվում է Արագածավանին եւ երկրորդ թեման, որը նույնպես կցանկանայի համառոտը անդրադառնալ եւ հատկապես որ այնտեղ սա մեր ընդհանուր ընկերներից նույնպես գրառումներ արած կային, այսօր շատ հայտնի տեսանյութն է, որը Նայիրի Սարգսյանը կողմից շատ հարգված անձնավորություն տարածել էր կապված մեր վարչական շրջանում հենց այդ հյուսիս-հարավի այդ մի փոքր հատվածի հետ, որ եկել հենց այդտեղ կանգ է առել ինքը, հա։ Ու այնտեղ տարբեր մոտեցումներ կային եւ այլն, ասեմ, որ ես Արշակին շատ լավ ճանաչում եմ, ով որ հանդիսանում է այդ հողի տերը, շատ լավ եմ ճանաչում, շատ մտերիմ եմ, շատ հարգված մարդ է, իհարկե ասենք միանշանակ բոլորի համար լավ մարդ չի լինում, բայց ասենք մեկը ինձ էլ 1000 տեսակ մարդը հատում, բայց այնուամենայնիվ ընդհանուր առմամբ այդ մարդը թողը ունի տարիներ առաջ եւ երբ որ գալիս էին քանդելու քաղաքապետարանից, տեսեք ոնց ստացվեց։ Ես ընդհանուր պատկերը ասեմ, մնացածը մարդը պիտի քանդեն, այդ մարդու հողն է, որով դե պիտի անցնի։ Առաջարկ հանրային գերակաշահ երբ որ ճանաչում են, ուրեմն պիտի որոշակի փոխհատուցում պիտի լինի, չէ՞։ Դե փոխհատուցման գումարի շուրջ այնքան էլ չէր ստացվում պայմանավորվել, բայց կոնկրետ բնակիչը կողմ էր երկխոսության, ասում էր դուք առաջարկեք, տեսնեմ ինչ եք առաջարկել, իսկ առաջարկները շատ ծիծաղելի մի բան։ Եվ այդ ամեն ինչը սկսում էր նմանվել արդեն մեկը ինձ համար, սկսում էր նմանվել Քոչանի ժամանակ կառուցվող կամ քանդվող Հյուսեյն Պողոտայի տարածքի թեմային, հա։ Հետո երբ որ եկան արդեն զորբայությամբ քանդելու քաղաքապետարանից, ես ինքս այնտեղ էի, հավաքված էլի մարդիկ կային, մոտեցա աշխատակցին, ասում եմ, ընկեր, հենց հիմա հենց կոշը խփեց պատին, այս մարդը ստիպված է լինելու գնա դատարան։ Հենց այս մարդը գնաց դատարան, այս գործը երկարելու է։ Այս գործը որ երկարի, այսինքն քո կոշով պատին խփելը ավելի ճգնաժամային է դարձնելու իրավիճակը։ Ինչն է խնդիրը, որ չեք ցանկանում այս մարդու հետ խոսակ, որովհետև ինչ որ իրավիճակ եղավ, երբ որ էլի առաջարկներ կային զրուցելու, բայց արդեն նրանք էին խրտնում, էլի, ասես խրտնած էին իրանց բանում, թե չենք գնա խոսալու։ Չգիտեմ, մի քիչ ամբիցիաներն էլ է շատ, անկեղծ եթե լինենք մեր քաղաքապետարանի որոշ աշխատակիցների բարձրաստիճան աշխատակիցների մոտ ամբիցիաներն էլ է շատ, նույն 4 գյուղի հաղթանակ թաղամասի թեմաներով, հա, որ կարելի է շատ հանգիստ նորմալ զրուցել, բացատրել, հասկանալ։ Այո, հարկեղած դեպքում այնպես չի մի հանդիպումով կարելի է խոսակցությունը վերջացնել, հարկեղած դեպքում մի քանի հանդիպումներ ունենալ, ինչու ոչ, հասկանում եք։ Նույնն է այստեղ էր, ասենք զրույց է գնում։ Մեկ էլ ինչ որ էլ չեն ուզում հանդիպեն, դե որ տենց, ասես փնթի որոշումն է։ Ասացի, հենց կոշը խփեք պատին, թեման երկարելու է։ Չլսեցին, կոշը խփեցին պատին։ Քանդեցին, այս մարդը երկու ոտը մցրեց մի կոշիկ։ Ասես դե որ տենց է, կներեք էլի։ Դե դա տենց է, ուրեմն տենց է։ Դատարան։ Եվ այսօրվա դրությամբ հսկայական թվով մարդիկ չեն կարողանում օգտվել այդ ճանապարհից։ Միշտ խցանում է, միշտ էս կողքի ճանապարհով այդ մի կտոր հատվածը այդպես մնացել է։ Ես հարգելով բոլոր իրավունքները ազատ տեղաշարժման, ինքս նույնպես հաճախ եմ օգտվում այդ ճանապարհից, ամեն դեպքում ումբռնումով եմ մոտենում։ Իսկ մարդիկ կան մեկնաբանությունով էլի մեր ընկերներից, ասում էին որ բանա, դե ժամանակին ով ինչ կարողացել զավթել է, հիմա էլ ուլտիմատումներով են խոսում։ Ոչ, այդպես չի։ Ժամանակները եղել են այնպեսին, որ շատ հնարավոր է, այո, ով ինչ կարողացել զավթել է, բայց եթե այդպես գնանք ու հետ գնանք ժամանակա ընթացքի մեջ, ապա կստացվի, որ ամբողջ Երևանում էլ ով երբ եկել ինչ է ուզել զավթել է, դեռ պատմության խորքից, դեռ ցեղասպանությունից հետո։ Ուրեմն ինչ, պիտի մարդկանց հետ նենց վերաբերվել։ Եվ ինչ ուզել զավթելը չէ, ես հիշում եմ այնտեղ 10 քառակուսիանոց հող կար $40,000 փող էին տվել։ Որ գլուխ 1000 կնեք այդ բառի համար, այնքան փող էլ տվեցին այդ ճամփի վրա ապրողներին։ Ասեմ ավելին, այո, շատերն էլ մինչև Արտաշատի կողմը նույն Մուկը Աբրահամյանը այդտեղ լավ բռնեց այդ թեմաների մեջ։ Ամեն տեղ էլ կա, բայց այդ մարդը հիմա ինչ ունի, եթե մի բանը ճանաչվել է հանրային գերակաշահ, դա նշանակում է ինչ որ մեկը արդեն այդտեղ կա։ Այլապես հանրային գերակաշահ ճանաչելու իմաստը չկա, քաղաքապետարանը կդնել, կառուցելով կգնալ էլի։ Ուրեմն այնտեղ կան հիմնավորող փաստաթղթեր եւ այլն, հա։
գուցե այդ փաստաթղթերը շատ ամբողջական չլինեն, բայց կան։ Ու թե երբ է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել իր գործն է, բա պետությունն էլ դրա մասին է, բա երբ որ պետությունը, բավար երբ որ այսօրվա կառավարությանը ասում ենք բանը, իրավակ քաղաքական գնահատական տվեք նախկիներին, ինչի մասին ենք ասում։ Հետո ինչ, եթե չեն էլ տալիս, ուրեմն հետո ինչ երբով ինչ արել։ Այսօր սենց է դավայ։ Ընդ որում, ով որ եկավ հետո կոշը խփեց պատին առանց լսելու, այ այդ նույն մարդու վրա ինչ որ հետո գործ-մորց կա, վրան բան կա, պաշտոնից հեռացվեց եւ այլն եւ այլն։ Դե մի եկեք նստենք միասին մտածենք, որ հենց լավ էլ դիտավորություն էր։ Լավ էլ դիտավորություն։ Որովհետեւ նույն արժակին այնտեղ այնքան հարգողներ կան, մեծ շրջապատի դեր մարդաժում, ժամանակին կռված բան, ասենք, մեծ հարգանքի դեր մարդը։ Հիմա կարող է մեկը սիրի, մեկը չսիրի, բայց ընդհանուր առմամբ ոչ ոք չի կարա չասի, որ չի կարա ասի, որ մեծ շրջապատ բան չունի։ Պես է։ Հիմա այդ հարցի մեջ քաղաքապետարանի կամ լավ, եկեք մեղավորները լես չեմ ուզում մտնել բնակիչ քաղաքապետարան երկուսից ով ավելի մեղավոր կամ ով ավելի մաքուր, չէ։ Ընդհանուր առմամբ ասելիքը Նայիրի Սարգսյանին էր, որ այդ դատարանները տեսեք ոնց են ամեն ինչի վրա ազդում, ինչով էլ հենց հանրային տրամադրություններն են դասավորվում։ Այդ դրա համար երբ որ ժամանակին ասում եմ մի հատ պետքա հավաքվելու ԲՏԽ-ի առաջ նույն դատարանների առաջ եւ այլն գալիս են ինչ էր ազգանուն Անդրեասյանը նստում էր գիտեք որ դա քրեական բան է սկսում էր պաշտպանվել հանրայինի եթերում ու ոչ մի հակադարձում չէի տեսնում առհասարակ ցանկացած գործողությունը պիտի նախևառաջ պահանջարկ ձևավորվի օրինակ այսօրվա դրությամբ շատ խոսում ենք ու երբ որ ինձ հարցնում են ուղիղ հենց ասում են բայց այդ երկուսի քիչ են դատում ուղիղ տեքստով հասարակ հարց են տալիս ասում եմ նայեք Թեխին ոնց նա, ասենք, շատ մանրամասնել եմ իմ տեսակետը, երևի դրա կարիքը չկա։ Ասում եմ, տեսեք, իսկ եթե օրինակ հայտարարենք մի հատ բողոքի ակցիա անենք, պահանջով, որ այդ երկուսին նախագահական թոշակից զրկեն։ Որովհետև քրեական գործեր կա, որ ապացուցում է, որ իրենք այնքան էլ նախագահ չեն եղել են կողոպտիչներ ու հանցագործներ, ապա ինչի պիտի թոշակ ստանան։ Հասարակ մի հատիկ հարցով Շատ չխորանանք, շատ չծավալվենք, որովհետև ինչքան շատ ծավալվենք, այնքան ինքներս էլ կարող է սխալ անենք։ Մի հատ այդ հարցով հավաքվենք, գնանք, քանիսը կգան։ Քանիսը կգան։ Վստահ եմ 5000 հոգի կգրի, ես կգամ, հենց հերթը գա հասնի օրվան 100 հոգի մարդ կհավաքվի։ Չնայած 100 հոգի էլ հավաքվի, 50 հոգի, 5 հոգի էլ հավաքվի, ես իմ ակցիան կարող եմ անել։ Անել, ցուցադրել, թե ինչի հետ եմ համաձայն, ինչի հետ եւ դա քաղաքացիական դրսեւորում է։ Եկեք մի բան հասկանանք, հա, օրինակ, այս բանը Լավրովի այցի հետ կապված Արման Բաբաջանյանը ցույց էր, չէ՞ անում։ Իրենք կուսակցությունով են անում, չնայած դարձյալ քաղաքացու աջակցության կարիքը զգում են, բայց դա քաղաքական կուսակցություն է, այսինքն ունեն նաեւ այդ ամեն ինչը քաղաքական պատկերացումներ։ Եղավ Անդրանիկ ջան, ես հաշվի կառնեմ ու ամսի 30-ը ասում եմ ես կգամ։ Անդրանիկ Սարգսյան, ժողովուրդ, ֆիքսեք, ասում ապեր ես կգամ։ Եղավ, հեսա այս ամսի 31-ը անցնի, ես թեման եփենք։ Տեսեք, դա քաղաքական կուսակցություն է, ու քաղաքական կուսակցությունը որքան էլ որ ճիշտ բաներ էլ անի, միևնույն է, շատ բաներ կան, որ այդտեղ նաև բնականաբար քաղաքական դիվիդենդ հավաքելու համար։ Դա վատ բան չի։ Դա դրական նորմալ բան է, ցանկացած քաղաքական կուսակցություն նախ եւ առաջ ամեն ժամանակ քաղաքական գործողություններով ու գործունեությամբ աչքին կնի, կողանա քաղաքացիների հետ աշխատի, նրանց սրտով որոշ բաներ անի, որպեսզի հետագիծ ունենա ու հետո ընտրությունների ժամանակ հայտնվելուց ասի թե կոնկրետ ինչի համար է ինքը հայտնվել ու հայտ ներկայացնում քաղաքական։ Իսկ հասարակական կազմակերպության պարագայում այլ է, ընդ որում մեզ մոտ կարող է լիքը կան հասարակական կազմակերպություններ, որ գրպանային հկներ են, սրանն էին, նրանն էին, դեռ հնուց մնացած։ Մերը այդպես չի։ Մերը քաղաքացիական, մաքուր քաղաքացիական դրսևորում է։ Հիմի, որպեսզի որևիցե կուսակցության ազդեցության տակ չընկնենք, եկեք քաղաքացիական դրսևորմամբ հանդես գանք։ Տեսնենք պահանջարկը եթե մեծ լինի, շատ հնարավոր է մայիսի 31-ը անցկացնեմ բարով խերով,
կպնենք այդ գործին, ինչ ա եղել, մի 10-15 օր լավ էփենք թեման, օրը ֆիքսենք, դուրս գանք, բան, տեղներ ֆիքսենք, որտեղ ենք այդ ակցիան իրականացնում եւ ինչու ենք այդ տեղ իրականացնում։ Միասին sense քաղաքացիներով քննարկենք, կպնենք անենք, մեր վերաբերմունքը արտահայտենք։ Տեսնենք ինչ ա ստացվում։ Չի ստացվի ոչ մի բան։ Ես չեմ ասում անպայման եթե մենք տես բան անենք, հեսա կառավարությունն էլ վերցնելու է մի անգամից, չէ, բայց դա կլինի կոնկրետ ֆիքսած վերաբերմունք, որ սա վերաբերմունքն է այսքան մարդու կողմից։ Հաջորդ քայլին ավելին կլինեն, ավելի լավ։ Հաջորդ քայլ, այնքան քայլեր կան, այնքան բաներ կան, բայց ամեն ինչ քանի որ միանգամից չի լինում ու մենք պիտի դա հասկանանք, դրա համար երբեմն երբ որ փոքր քայլեր են արվում, այդ փոքր քայլերին պետքա լրջությամբ վերաբերվել։ Եվ լուրջ վերաբերվելու պարագայում ամեն բան կարող գնա հենց հետագայում շատ ավելի մեծ բաների հանգեցնի, որոնք որ կլինեն ընդհանուր հասարակական կարելի ասել քաղաքացիական կոնսենսուսի արդյունք։ Նմանապես Լիլիթ ջան, ողջույններս։ Եվ ոչ միայն այդ երկուսին, իհարկե, հանրային սիրուն քննարկումներ անենք, հասկանանք։ Ընդ որում, ասեմ ձեզ, ես եւս մեկ առաջարկ ունեմ, որ կարելի է վերցնել քաղաքացիական քննարկման շրջան։ Օրինակ, ներառել։ Ես դա մի երկու անգամ բարձրաձայնել եմ, բայց դեռ գործնականում քայլ չեմ արել, որը նույնպես թողնում եմ այս տարվա մեջ անել։ Տեսեք, Երևան քաղաքը աշխարհի ամենահին քաղաքը Երևանը, Էրեբունին, այսպես։ Երևան քաղաքի հիմնադրի արձանը չունի։ Մենք բոլորին բանավոր պատմում ենք, որ մեր քաղաքը ամենահինն է, ու բան է, այտենց հռոմից հին է, բան, ասես բանը մենք սիրում ենք, չէ, համեմատականով միշտ բան անել։ Թխենք այդ ժամանակ հռոմը հիշում ձեռի հետ գովազդելով, էդ էլ չեմ հասկանում։ Բանը մենք ախպեր, արգիշտի արքայի արձան ինչի չունենք։ Մի հատիկ կա թանգարանի դեմը Էրեբունու, այն շատ ուսանողական մակարդակի արձան։ Եվ ընդդուք մինչև տեղնել եմ ես այս վերջին շրջանում հասկացել, թե որտեղ կարելի է դնել, հա, որպեսզի ամեն ինչը կենտրոնում իրար գլուխ չլինի։ Այստեղ Դալմայի այգիներում, այդ վերևի հատվածում, որտեղ որ մեծ շինարարական աշխատանքներ է գնում, եւ ըստ քաղաքապետարանի տեղեկությունների, իհարկե վերջին օրերին, երբ որ սկսենք կպնել այս թեմային հարցում կանենք ու ավելի բարձ կդառնա, այնտեղ մեծ այգի է հիմնվելու, ինչու ոչ թող հենց այդտեղ լինի առավել եւս, որ աշխարհի ամենահին ջրանցքը, որը քաշվել է Արգիշտի արքայի կողմից, նույնպես այդտեղով է անցնում։ Եվ գիտեք, եթե հասարակական քննարկումները դրական գնահատականի են արժանանում, քաղաքապետարանը սիրով պատրաստ է լինում շատ դեպքերում։ Ինչու ոչ։ Ու շատ բաներ կա, որ մենք քաղաքացիներով կարող ենք անել։ Պարզապես պետք չի երևի ալարել կամ ու լավ է ես իմ բան։ Հետո մի հատ հետաքրքիր բանել եմ ես հանդիպում ես տոմսերը բաժանելուց քաղաքացիներին բնակիչներին առաջին հարցը միշտ հետևյալն է բայց մեր երկրի վիճակը ո՞նց է լինելու ասում ցավտան իսկ հիմա ինչ վիճակ է ըստ քեզ ասենք ո՞նցն է հիմա որ հետո ուզում ես իմանաս ո՞նց է լինելու ասենք ինչ ենք հարցնում էլի եկեք տես հարցերը դնենք մի քիչ մի կողմ էլի Եկեք մենք որոշենք ինչ է լինելու, ինչ ես ուզում որ լինի։ Մեր երկրի վիճակը ո՞նցն ենք ուզում որ լինի։ Ո՞նց ուզում ենք լինի, այդպեսին էլ կլինի։ Բայց եթե մենք ամեն մեկս նստենք մեր պատի տակ, մեր ծառի տակ, մեր կատուրի տակ ու ասենք տեսնես ո՞նց է լինելու, ասեմ, շատ վատ։ Վատ, չի լինելու ինչ որ մի օր։ Իսկ եթե դու որոշում ես որ Պիտի լավ լինի, մեկը ես այդ որոշումը ինձ համար կայացրել եմ ու իմ գլուխը կախ ես գիտեք, ինչ լինի, ինչ չլինի, ես իմ գիծը բռնած գնում եմ։ Իհարկե դրա արդյունքում շատ բաներ եմ կորցնում։ Բայց միևնույն է, ես իմ գիծը ախպեր չեմ, կարևորը ես իմ խղճիթեմ հանգիստ լինեմ։ Եկեք միասին գնանք։ Իսկ ով ասում եկեք իմ կողքը կանգնեք, բան ինձ թեվութիկ ունկեք, չէ, միտքա դրած է Կարա մեկը ավելի լավ անի, մենակ երջանիկ կլինեմ, եկեք դու կարիք ես ձեզ օգնեմ։
Որովհետև կարևորը որ արդյունքն է։ Ինձ համար կարևորը արդյունքն է, ոչ թե ով է անում։ Ես այդ կողմից այդքան էլ ես առհասարակ էգոիստ մարդ եմ, քանի որ արվեստի մարդ եմ, առհասարակ արվեստի մարդիկ էգոիստ են լինում մի փոքր, էլի։ Բայց այդ իմաստով այդ ուղղությամբ չէ, բացարձակ էգոիզմ չկա ինձ մեջ։ Շատ ուրախ կլինեմ։ Եվ մեր հասարակական կազմակերպությունն էլ եկեք ուժեղացնենք, մերն է, բոլորին է։ Ցանկացածը կարա իր ներկայությամբ զարդարի մեր ՀԿ-ն։ Որը որ ամեն մեկի ներկայությունը հավելյալ հնարավորություններ է բերում, չէ՞, որովհետև ամեն մեկը որպես անձ ունի միջավայր, ունի հնարավորություն, ինչպիսի հնարավորությունների մասին ուզում լինի խոսքը։ Մարդկային կապեր կլինեն, ճանաչողություն կլինի, ինչու ոչ ֆինանսական կլինի, թե կլինի գաղափարական, թե ամեն ինչը հարստություն է։ Եվ երբ որ այս ամեն ինչը գումարվում է, իրար շատ ավելի ուժեղ բան է ստացվում։ Եվ դա քաղաքացին է։ Ինչ շատերը ասում էին, բանա, դե հիմի որ ԿՊ-ից էր, որ կուսակցություն ես մտնել։ Ինչ պարտադիր ես կուսակցություն մտնել։ Ես նույն ԿՊ-ում եմ էլի դրսևորել ինձ որպես քաղաքացի։ Կուսակցական եմ եղել, բայց ես այնտեղ դրսևորել եմ ինձ որպես քաղաքացի ու ներկայացրել եմ ամենատարբեր պահանջներ տարբեր ժողովուրդների ժամանակ։ Առանց դրա էլ եմ նույնը։ Ինձ համար քաղաքական պատկերացումները այս պահի դրությամբ մի կողմ է դրած, որովհետև կարծում եմ, որ մեր քաղաքացին նախ պիտի ամեն ինչ անենք, որ level բարձրացնենք, որպեսզի ցանկացած կառավարություն, ցանկացած իշխանություն հասկանա ու գալիս է հաշվի նստելու, չի գալիս ինչ որ sense նեյնիմ խաղալու։ Հասկանա որ պատասխանատու քայլի է գնում։ Երբ որ հայտ է ներկայացնում քաղաքական։ Ողջույններս Կարո ջան, մենք պիտի աշխատենք, որ մարդկանց մոտ անտարբերությունը վերանա, կարծում եմ սա մեծ մարտահրավեր է։ Ես համաձայն եմ, բայց այդպիսի մի բան էլ չէ կա, որ նախ Կարո ջան, առաջարկում եմ մի օր sense կամուրջ կապենք, եթեր անենք միասին, որովհետև քեզ այդ միշտ հաճելի է զրուցելը, իմ շատ սիրելի ավակ ընկեր։ Ես ընդունում եմ դա, բայց մյուս կողմից էլ ընդունված այլ արտահայտություն էլ կա, չէ՞, որ ասում է, եթե հիվանդը չի ուզում բուժվի, բժշկությունը անզոր է այդտեղ։ Հիմա որքանով ենք մենք դա ուզում, մենք շատ առողջ ենք եղել։ Մենք անտարբեր չենք, հատկապես 18-ի հեղափոխությունից հետո մեր կյանքը լիքն է եղել։ Անկամ 20 թվականի պատերազմից հետո ինչ որ մի ընթացք sense խառնենք, հետո կարողացանք կոնսոլիդանալ։ Ինքնուրույն ոչ մեկ մեզ չի կոնսոլիդացել, մենք ինքներս ենք դա արել։ Ու ինչ որ sense ենթագիտակցորեն զգացինք ինչա տեղի ունենալու ու առաջ տանք։ Շնորհակալություն, որ չմերժեցիր, մնացածը անձնականով կպայմանավորվենք Messenger-ով, Կարո ջան։ Այսպեսի մի ու հիմա ամեն դեպքում մեր մեդիա անգրագիտությունը ասել, որ արդյունքներ չի գրանցում մեդիա տերորը, սխալված կլինենք։ Այսօրվա դրությամբ այդ մեդիա տերորը, որը գնում է Հայաստանում, ինչքան էլ որ մարդիկ վստահ լինեն իրենց կարծիքների մեջ, միևնույնն է ժամանակն իրանն անում է։ Եվ այո, հանրային տրամադրությունները այսօր շատ ծանր, ցածր, վատ ու անգամ որոշակի հիվանդագին մակարդակի վրա են, անկախ մեր համոզմունքներից։ Բայց հույս ունեմ, որ կստացվի, հույս ունեմ, որ նման նախաձեռնությունները, որոնք որ ներկայացնում ենք, կլինեն թեկուզ մի հատ կաթիլ ծովի մեջ, օվկիանոսի մեջ, բայց միևնույնն է, հենց այդ կաթիլներից էլ բաղկացած է ցանկացած ծով կամ օվկիանոս։ Ու եթե ամեն մեկս մեր մասով ինչ-որ մի դրական լավ նախաձեռնությամբ հանդես գանք եւ չթողնենք 1-ի, 2-ի, 5-ի, 10-ի վրա, անպայման ամեն ինչ կշրջվի դեպի պետքական հունը։ Ողջույն Անահիտ ջան։ Այդպես ժողովուրդ ջան, ընդհանուր առմամբ եւս մեկ անգամ վերադառնալով բաց երկխոսություն նախաձեռնությանը խնդրում եմ, որպեսզի շատ ակտիվ լինեք ու անկախ ձեր բնակության վայրից կապ հաստատեք մեր վարչական շրջանում ապրող ձեր հարազատներին, ծանոթներին, ընկերներին, խրախուսեք նրանց, պարտադրեք, ստիպեք, համոզեք կամ ասեք, կարող է չգիտեն, շատերը չգիտեն, այնպես չի որ եթե եթերով ասել ենք, ուրեմն բոլորը գիտեն, չէ։ Տեղեկացրեք,
եւ փոխանցեք այս հեռախոսահամարը 091 53 33 25 Եմ որ ասում կրկնում ենք 091 53 33 25 Զանգահարում ենք 10 ժամը 14:00-ից, այսինքն 2-ից մինչև 18:00-ն 6-ը։ Ես ինձ մոտ արձանագրում եմ, հետո ինքս էլ շատ դեպքերում, եթե մարդիկ ցանկանում են իրեն գալ գրասենյակ վերցնել, շնորհակալ ենք, ուրախ ենք, եթե ոչ, ես ինքս անում եւ բաժանում եմ հասցեներով։ Եվ այդ նախագծի լավ լինելուց է կախված շատ հետագա սիրուն քայլեր, լավ քայլեր, մենք կսկսենք սովորել իրար հետ բան պայմանավորվել։ Հասկանում եք, այս բաց նախաձեռնությունը նաև այդ դրական բան ունի։ Եթե մենք մի փոքր բան հաջողենք, մենք կսովորենք իրար հետ ինչ-որ բան պայմանավորվել, մենք կսկսենք սովորել երբեմն թեկուզ իրար հետ չհամաձայնվել, բայց դա անել քաղաքակիրթ ձևով։ Մենք կսովորենք իրար հետ խոսել առհասարակ։ Ու դա կլինի ամենալավ ու մեծ ձեռքբերումը։ Մնացածը արդեն ինստինկտյան կգնա։ Դե ինչ, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, լավ եղեք, համբուրում եմ, ամեն ինչ շատ լավ է լինելու, որովհետեւ այդ լավը մեր ձեռքում է։ Եվ ես վստահ եմ ձեր բոլորի ցանկությունների, ձեր բոլորի երազանքների ուղիղձերի վրա, ես վստահ եմ, որ մեր բոլորից այդ պատկերացումները համընկնում են, ուստի չեմ կարող չասել ու չեմ կարող չհավատալ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։